Մալացյան Սամվել Ալեքսանյանի թաղը չէ, այսօր քարոզարշավ իրականացնելով Երևանի թիվ 3 ընտրատարածքը ընդգրկող Մալացյա Սեբաստիա վարչական շրջանում հայտարարեց ելք դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը։ Արդեն երկրորդ անգամ ելքը բուկլետների բաժանումն ու քաղաքացիների հետ շփումը մեկնարկեց հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Երևան City խանութին հարող տարածքից։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ առաջիկա ընտրություններում դուք կարող եք Հայաստանը համակած հուսահատության պատնեշը ճեղքելու որոշում կայացնել։ Երևանի Մալացյա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում իշխող հանրապետականից առաջադրվել է ընտանեկան բիզնեսով հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին այն ժամանակ Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը առաջադրվել էր հենց Մալացյա Սեբաստիա վարչական շրջանում և հանրապետական Սամվել Ալեքսանյանին պարտվել 10,000 ձայնի տարբերությամբ։ Այս անգամ Փաշինյանը իրենց հնարավորությունները Մալացիայում գնահատել չցանկացավ։ Մենք չենք եկել մեր հնարավորությունների համար, մենք եկել ենք ընտրողին հնարավորություն տալու համար, որպեսզի մենք համախմբվել ենք այո նաև ականջալուր լինելով հանրության կոչերին, մեր հակասությունները հարթել ենք եւ դրել ենք ռազմավարական համագործակցության շատ լուրջ հիմքեր եւ հիմա ոչ թե շանսը մերն է, այլ ժողովրդին է, ժողովուրդը թող որոշի, ինքը ուզում է օգտվել այդ շանսից թե չէ։ Քայլերթի ընթացքում քարոզչական թերթիկ ստացած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ ելքի ներկայացուցիչները գումար չեն տալիս։ Փաշինյանը առաջարկեց դիմել հանրապետականի թեկնածուին։ Ո՞վ չկա։ Հոսա դախլ չի որ փողը դիտնացեք Ալեքսանյանի դուզեք փողը։ Ի տարբերություն նախորդ 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, այս անգամ Փաշինյանի գլխավորած քայլերթը Մալացիայում անցավ առանց միջադեպերի եւ լարվածության։ Ինչ է փոխվել, հետաքրքրվեցինք ընդդիմադիր պատգամավորից։ Ըստ ամենայնի նրանք մթնոլորտը լարելու ցանկություն չունեն, բայց մենք մեր քարոզարշավը բացառում ենք, որ որևէ մեկը որևէ կերպ խոչընդոտի, այսինքն նախկինում էլ մենք ցույց ենք տվել, որ մենք մեր գործողությունները, մեր քաղաքական օրինական գործողությունները անկախ ամեն ինչից անելու ենք եւ մեր առաջ որևէ խոչընդոտ չի կարող լինել։ Ասում եք դե Սամվել Ալեքսանյանը, Սուրիկ Խաչատրյանը, այստեղ Գագիկ Բեգլարյանը, այս Քուչեն Ծգլենցն, մենք ասում ենք ոչ, սա մեր հայրենիքն է, չփորձի որևէ մեկը մեր հայրենիքում ասել, որ գիտեք, այս մեր քուչեն է, այս ձեր քուչեն չի, սա մեր հայրենիքն է։ Ելքի հնարավորության վերաբերյալ Փաշինյանի կոչերին Մալացիայի շուկայում առևտրականները թերահավատորեն էին արձագանքում։ 40 տարի է ելքի մասին խոսում են, 40 տարի է այս երկրի մեջն եմ, ու չենք տենում, ուզում ենք տենանք, ասեք ինչ անենք, որ տենանք։ Դուք ապրելու եք ձեր ընտրության հետ, կատարեք ձեր ընտրությունը եւ ապրեք ձեր ընտրության հետ։ Շնորհակալություն։ Այս տարիների ընթացքում մեզ ինչ է սպասվել, այսինքն ժողովրդից համոզված ենք։ Այո, համոզված ենք համոզված ինչ է սպասվում, դրա համար այդ վիճակից առաջարկում ենք ելք։ Հիմա դուք կօգտվեք այդ ելքից, օգտվեք, չեք օգտվի, մենք գիտենք ձեզ ինչ է սպասվում։ Շատ բան ենք ուզում, բայց ինչքան ուզել ենք հալաստոր անցել։ Հանրապետական էլի պետք է լինի։ Չէ, չեմ։ Ինչքան զինվոր միլիցիա Ես համոզված եմ, ես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, բանակի բազմաթիվ ծառայողներ քվեարկելու են ելք դաշինքի օգտին։ Կապրենք կտրենք։ Ձեզ հաջողություն։ Ելք կա։ Ելք կա։